Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ։ Փաշինյանը այլևս անցել է քաղաքականության մեջ այն կարմիր գիծը, որը անցնելու պահից առաջնորդը դադարում է լինել պետության անվտանգության երաշխավոր եւ վերածվում է սեփական իշխանության պահպանման տեխնոլոգի։ Այդ գիծը անցնում է հենց այնտեղ, որտեղ պատերազմի սպառնալիքը դադարում է լինել չեզոքացման ենթակա ռիսկ եւ սկսում է ծառայել որպես ընտրական գործիք։ Պետության իրական առաջնորդը պատերազմը չի վաճառում։ Նա այն կանխում է, պատրաստվում է դրան, մոբիլիզացնում է պետությունը, ուժեղացնում է ինստիտուտները, կառուցում է դիմադրողականություն եւ այդ աշխատանքի արդյունքով ստանում է հանրային վստահություն։ Այսպես է բոլոր նորմալ երկրներում եւ նորմալ առաջնորդություններում, բայց երբ նույն այդ սպառնալիքը վերածվում է ընտրական լծակի, տեղի է ունենում վտանգավոր շրջադարձ։ Այստեղ պատերազմը այլևս արտաքին ռիսկ չէ, այն դառնում է ներքին քաղաքական տեխնոլոգիա, եւ հենց այստեղ է ծնվում վախի ընտրաքվեն։ Վախի ընտրաքվեն քաղաքական երևույթ է, երբ ընտրողին չեն առաջարկում անվտանգություն, այլ պարտադրում են վախ, չեն առաջարկում լուծում, այլ առաջարկում են կախվածություն, չեն ասում ես կկանխեմ պատերազմը, այլ ասում են եթե ինձ չընտրեք պատերազմ կլինի։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա հոգեբանական վերահսկողության մեխանիզմ է։ Այստեղ ընտրությունը դադարում է լինել ազատ կամ արտահայտություն եւ վերածվում է գոյաբանական շանտաժի։ Կրկնում եմ, գոյաբանական շանտաժի, որը որևէ կերպ այլևս չի կարող լեգիտիմ համարվել։ Քաղաքացին այլևս չի ընտրում ապագա, նա փորձում է խուսափել պարտադրված սպառնալիքից։